Եկեք այսօր խոսենք Կլարան ու Արևը գործից։ Իշիգուրոն մեզ տանում է մի ոչ այնքան հեռավոր ապագա, որտեղ ստեղծվել են ռոբոտներ երեխաների համար, որ նրանք իրենց մենակ չզգան։ Ու այդ ապագան սարսափեցնում է։ Բայց Կլարան, որը ռոբոտ է, դառնում է հայելի, որով մենք տեսնում ենք մարդկանց ներաշխարհը, նրանց մենությունը, նրանց զգացմունքները ու այն, ինչ մնացել է նրանց ներսում։ Հաճախ ես մոռանում էի, որ Կլարան ռոբոտ է։ Նա մտածում է, զգում է, հավատում է։ Այս վեպը չենք կարդում միայն սյուժեի ու կերպարների համար, այստեղ փիլիսոփայությունն է կարևոր։ Ճիշտն ասած, սկզբում ես չէի սպասում այն, ինչ ստացա, ավարտը շատերի համար կարող է հիասթափեցնող թվալ։ Բայց ժամանակի հետ ես համակերպվեցի ու ընդունեցի այն։ Միայն Իշիգուրոն կարող է ավարտել իր ստեղծագործությունները խոր փիլիսոփայությամբ։ Ամենաուժեղ հարցը, որ կրկնվում է Իշիգուրոյի բոլոր գործերում, այստեղ եւս հնչում է. ով է մարդը։ Ու արդյոք այն էակը, որը չունի հոգի, կարող է լինել ավելին, քան մարդն է։ Ես հիանում էի Կլարայի կամեցողությամբ, հնարամտությամբ ու անկեղծ հավատով եւ կարեկցանք էի զգում։ Վերնագրի մեջ օգտագործված է արև բառը, որը այս գրքի գլխավոր սիմվոլներից մեկն է։ Ամեն անգամ Իշիգուրո կարդալիս հասկանում եմ, որ այս հեղինակը կարողանում է ինձ հուզել։ Ու ամեն անգամ իր գրքերից որևէ մեկը կարդալուց հետո ամիսներ շարունակ որոշ հարցեր անդադար պտտվում են մտքումդ։